Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես։ Կարճ ասեմ, մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Երևի կրայեցիք, դա Հովանես Թումանյանի հայտնի նամակից է 1921-ին ուղղված Ավետիք Իսահակյանին։ Եվ այն ժամանակ, եւ հիմա աշխարհը ճգնաժամի տատանումների մեջ է։ Եվ այն ժամանակ, եւ հիմա մենք ընկել ենք այդ տատանումների տակ։ Չիմանալ սեփական պատմությունը, զուգահեռները չտեսնել, դա ուղղակի անընդունելի է։ Տեսեք, մեկ դար առաջ ճգնաժամ էր։ Ճգնաժամը ամբողջ մոլորակում եւ հիմա է։ Այն ժամանակ առաջի համաշխարհայինն էր, հիմա ոչ համաշխարհային, ոչ համաշխարհային։ Եվ ինչ է հետաքրքիր, ամեն անգամ, երբ մենք օտարի փեշերն ենք բռնում ու միաբան չենք, լինում է եղեռնը, լինում է արտագաղթը, զուգահեռներ մեկ դարվա մեջ։ Եվ ընդհակառակը, երբ ապավինում ենք մեր ուժերին եւ միաբան ենք, լինում է մայիսյան 1918 թվականի հերոսամարտերը, լինում է Արցախի հաղթանակը։ Ինչու է այդպես? Որտեվ ճգնաժամը երկու կողմ ունի։ Մի կողմը ինքը դաժան փուլ է, մյուս կողմը դա բարենպաստ պայման է։ Եվ կախված նրանից մենք միաբան ենք, թե ոչ։ Սեփական ուժերի ենք ապավինում, թե ուրիշի փեշերն ենք ման գալիս, ճգնաժամը մեզ շրջվում է կամ դաժանությամբ, կամ բարենպաստ պայմանով։ Եվ նման զուգահեռներ մեր պատմության մեջ շատ են։ Եվ այս իմաստով մեծագույն հանցագործությունն է լինելու, եթե մենք չուսումնասիրենք մեր պատմության դասերը եւ չկարողանանք պատասխանել միայն երկու հարցի. ինչ այլևս չի կարելի անել, ինչ այլևս պետք է անել։ Ես ինչու եմ ասում այլևս, որտեվ մոդա էլ կա գնալ պատմություն, թե մոտակա ժամանակ, թե խորքերը, եւ կոպիտ ասած քլնգել եւ մեծերին, եւ իրադարձություններին, դա անընդունելի է։ Մենք պետք է ընդունենք պատմությունը այնպիսին, ինչպիսին նա կա։ Մենք պետք է այդ ինչ կա, պետք է օգտագործենք, կրկնում եմ, երկու հարցերի պատասխան գտնելու համար։ Այլևս մենք, որպես պետություն, որպես ազգ, ինչ չպետք է անել եւ ինչ պարտավոր ենք անել։ Սա է պատմության հիմնական հարցը։ Իսկ մնացած Պողոսն էր սխալ, Պետրոսն էր ճիշտ, դա թողնենք տեխնացիական եւ դոկտորական թեզերի համար։ Ազգի համար, պետության համար այդ երկու հարցերի պատասխանն է։ Եվ կրկնում եմ, այդ հարցերի պատասխանը այսքանից հետո չգտնել, այնքան հարուստ պատմություն ունենալուց հետո չգտնել եւ չկիրառել պատասխանները, կրկնում եմ, դա մեծագույն հանցագործություն է։ Ներկայացման ժամանակ ահազանգի տեսքով կներկայացվի մեկ հիմնարար խնդիր, որ ամբողջ մեր պատմության ընթացքում մեզ հետապնդել է
Եվ այդ հիմնարար խնդիրը կամ ապահովել է մեր վերելքը, կամ մեր անկումը։ Ես դա հիմա չեմ ասի, նյութի տրամաբանությունը եւ ահազանգը կհուշի, թե որն է այդ հիմնական խնդիրը, որը մենք պարզապես պետք է հաղթենք։ Հակառակ դեպքում կլինի այն, ինչ պարբերաբար մեզ հետ լինում է բացասական իմաստով։ Ասեմ ձեզ, առաջի անգամ պատմությունը դիտարկվում է պատմագիտության եւ կառավարման տեսության համադրմամբ։ Նման բան աշխարհում չի եղել։ Եվ երբ համադրում ես երկու դիտակետերը, հետաքրքիր կողմեր են առաջ գալիս։ Եվ երբ դու կարողանում ես եւ հուզական, եւ սառը բանական սինթեզը սարքել որպես արդյունք, իսկ մեզ արդյունք պետք է, որովհետեւ ապագան, ներկան եւ անցյալը կապված են։ Յուրաքանչյուր սերունդին թվում է, որ այն ինչ ինքը տեսնում է, դա նոր է, դա իրանն է, եւ հաճախ ասում են այդ տարտատություն կա 21-րդ դարի թուրքերը, չէ՞, այդ չգիտես ինչու այնպիսի տպավորություն է, ոնց որ դե հենց տարեթիվը կլորանում է, աշխարհը փոխվում է, նման բան չկա։ Երբ 20-րդ դարի սկզբին երիտ թուրքերին ասում էին եվրոպականացված թուրքեր, եվրոպական կրթություն ստացած թուրքեր, գիտեք ինչ եղավ։ Դրա համար դարերով, կլոր թվերով մարդկությունը պատմության օրենքները չեն փոխվում։ Ավելին ասեմ, մարդկային հարաբերությունների էությունը չի փոխվում։ Դարերի մեջ փոխվում է արտահայտման ձևերը եւ մեխանիզմները։ Եթե ժամանակին առանց հեռախոսի են վատություն անում, հետո երբ եղավ քաղաքային հեռախոսներ, ավելի օպերատիվ վատություն կարելի անել, իսկ հիմա բջիջային կայծակնային արագությամբ, բայց վատությունը չի փոխվում, չի վերանում ժամանակի մեջ, այլ դրա մատուցման, հասցման ձևերը։ Դրա համար եկեք այս դիտանկյունից էլ նայենք պատմության վրա։ Պատմության էությունը, կյանքի օրինաչափությունները չեն փոխվում, դրանց արտահայտման ձևերն են փոխվում, եւ պետք չի խապնվել արտահայտման ձևերի վրա եւ ասել, որ հիմա ուրիշ ժամանակներ են, ուրիշ կյանք է։ Դա նշանակում է, որ մենք պարզապես ոչնչացնում ենք մեր պատմության դասերը եւ որպես դաժան հետևանք չենք կիրառում այսօրվա եւ ապագա կյանքի մեջ։ Իսկ դա նշանակում է, որ մենք նմանվելու ենք բոլոր այն ազգերի, որոնք կամ պատմություն չունեն, կամ շինծու պատմություն ունեն։ Մենք այդ մեր առավելությունը, պատմական խորքերի իմաստությունը պարտավոր ենք իսպաս դրենք մեր ներկայի եւ ապագայի համար։ Եվ վերջում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, խորհրդականներին, փորձագետներին, ընդհանրապես արժեքավոր մարդկանց, որոնք այս 2-3 տարվա մեջ բոլոր հարցերում սկսած գաղափարներից օժանդակել են մեզ, առանց իրենց այս նյութը չէր լինի, եւ ավարտում եմ հետեւյալ առաջի հայացքից անտրամաբանական մտքով։ Այն պահից, երբ ցանկացած բարձրաստիճան պետական պաշտոնի, ցանկացած կուսակցական առաջնորդի, ցանկացած պետության եւ ազգի փրկչի, ցանկացած պայծառ ապագայի համար պայքարողի, մենք թեկնածուների սով ունենանք, դա նշանակելու է, որ մենք լրջացանք եւ սկսվեց երկիրի եւ ազգի թռիչք։ Շնորհակալություն։
Ազգի և պետության հզորացումը սկսվում է համակարգված ինքնաճանաչումից, այն է պատմականորեն ձևավորված խնդիրների և հնարավորությունների բացահայտումից։ Հայոց պատմության կոր հետազոտական աշխատանքի նպատակն է ի վերջո բացահայտել և համակարգել պատմական այն օրինաչափություններն ու գործոնները, որոնք ունեցել են որոշիչ ազդեցություն ամբողջ մեր պատմության ընթացքում։ Սույն հիմնախնդրի համար մշակվել է հատուկ մեթոդաբանություն, ինչը այն իրանից ներկայացնում։ Մեթոդաբանության միջոցով հնարավոր է դարձել դիտարկել հայությանն ու հայկական լեռնաշխարհը որպես մի դինամիկ համակարգ։ Վերելքների և անկումների ժամանակ գնահատել այդ համակարգը իր հիմնական պարամետրերով և վերջապես դրանք որակական գնահատականները փոխակերպելով քանակականի թվաբանական միավորների կառուցել հայոց պատմության կորը։ Հիմա մենք դա կներկայացնենք մանրամասնորեն քայլ առ քայլ, իհարկե շատ չխորանալով հաշվարկային մասի մեջ։ Քայլ առաջին։ Ժամանակագրական մասը։ Հետազոտության համար ընտրված ժամանակահատվածը դա մեզ հայտնի և գիտականորեն հաստատված ժամանակահատվածն է, որը սկսում է մեր թվարկությունից առաջ 28-րդ դարից, Արատայի կազմավորումից և հասնում մինչ մեր օրերը։ Այս ամբողջ ժամանակահատվածը իր պատմական տրամաբանությամբ ունի որոշակի բաժանումներ արդեն իսկ, որը մենք պատկերել ենք փուլերի տեսքով, որոնք են այդ պատմական փուլերը։ Այստեղ ավելացնեմ երկու կարևոր հանգամանք։ Առաջինը, յուրաքանչյուր պատմական փուլ իր հերթին բաժանված է վերելքի և անկման տրամաբանությամբ։ Օրինակ, հայկական առաջին պետությունների վերելքի բարձրակետը, վերելքի բիֆուրկացիոն կետը, դա մեր թվարկությունից առաջ 28-րդ դարն է, իսկ անկման ցածրակետը, անկման բիֆուրկացիոն կետը, դա մեր թվարկությունից առաջ 9-րդ դարը։ Նույն ձևով և մնացած փուլերը նույն վերելքի և անկման տրամաբանությամբ բաժանված են։ Բիֆուրկացիոն կետերը դրանք այն ժամանակահատվածներն են, որից հետո համակարգը սկսում է փոխել իր զարգացման վեկտորը, այսինքն վերելքի բիֆուրկացիոն կետից հետո սկսվում է անկումը, իսկ անկման բիֆուրկացիոն կետից հետո վերելքը։ Հենց այդ բիֆուրկացիոն կետերի ժամանակ էլ գնահատվել է հայկական համակարգը։ Եվ երկրորդ հանգամանքը հետազոտության համար ընտրված տարածքը հայկական լեռնաշխարհն է, եւ քանի որ Կիլիկիայի հայկական պետությունը գտնվել է հայկական լեռնաշխարհից դուրս, այն պատկերված է լինելու առանձին կորի տեսքով։ Սա ինչ վերաբերվում է ժամանակագրական մասին։
Երկրորդ քայլը, մեթոդաբանության երկրորդ մասը, դա արդեն երկրորդ խնդիրը համակարգել այն բոլոր գործոն ենթագործոնները, որոնք ամբողջ մեր պատմության ընթացքում ունեցել են որոշիչ ազդեցություն։ Որոնք են այդ գործոն ենթագործոնները։ Առաջի գործոն։ Ոչ նյութական գործոնը, որն իր մեջ պարունակում է արժեհամակարգ, դավանանք, լեզու, կրթություն, գիտություն, արվեստ եւ գաղափարախոսություն ենթագործոնները։ Երկրորդ գործոն՝ ինքնակառավարում, որն ունի կառավարող վերնախավ, կառավարման համակարգ, սուբյեկտայնություն եւ ռազմական ուժ ենթագործոնները։ Երրորդը արտաքին գործոնն է, իր օտար եւ սփյուռք ենթագործոններով։ Այստեղ նշեմ սփյուռքի հետ կապված, որ եւ թե եզրույթը եւ թե սփյուռք հասկացողությունը մեծամասամբ ձևավորվել է ցեղասպանությունից հետո։ Սակայն մենք սփյուռք ասելով հասկացել ենք եւ գնահատել ենք միշտ ցեղասպանությունը հայկական գաղթօջախների գործունեությունը եւ դրանց ազդեցությունը հայկական լեռնաշխարհի վրա։ Չորրորդ գործոնը դա նյութական գործոնն է, որը իր մեջ պարունակում է ավելացված արժեք, առևտուր, ֆինանսներ եւ քաղաք ենթակառուցվածք ենթագործոնները։ Այստեղ ասեմ, որ ավելացված արժեքի մեջ հասկանում ենք եւ գնահատում ենք թե գյուղատնտեսությունը եւ թե արհեստագործությունը եւ առասարակ մարդու գործունեության այն ոլորտները, որոնց արդյունքում ստեղծվում է ավելացված արժեք։ Եվ վերջապես վերջինը 5-րդ գործոնը դա տարած բնակչությունն է, իր տարածք եւ ժողովրդագրություն ենթագործոններով։ Եվ ժողովրդագրության մեջ հաշվի առնում է ոչ միայն ծնելություն, մահացություն հարաբերակցություն կամ արտագաղթ, ներգաղթ գործընթացներ, այլ նաեւ մեր ազգի տեսակարար կշիռը ընդհանուր բնակչության մեջ տարբեր ժամանակներում եւ դրա փոփոխությունը։ Սա գործոն ենթագործոնների ամբողջական տեսքն է, սակայն քանի որ յուրաքանչյուր գործոն ազդում է համակարգի վրա տարբեր չափերով, հաջորդ խնդիրը, որ առաջացավ եւ լուծվեց, դա որոշել յուրաքանչյուր գործոնի եւ ենթագործոնի ազդեցության կշիռը։ Ինչպես ենք դա արել։ Փորձագիտական գնահատման եղանակով գնահատվել է յուրաքանչյուր գործոնի կարևորության աստիճանը ամբողջ պատմական ժամանակաշրջանի համար։ Գնահատման համար ընտրվել է հայտնի գիտության մեջ ընդունված 4-ի սկզբունքը՝ 0, 20, 50, 100։ 0-ն աննշան ազդեցություն, 20 թույլ, 50 միջին եւ 100 ուժեղ ազդեցություն։ Եվ արդյունքում դուք տեսնում եք հետեւյալ գնահատականներ։ Ոչ նյութական ինքնակառավարում 100 գնահատական, իսկ արտաքին նյութական եւ տարած բնակչություն 50 գնահատական։ Նույն եղանակով եւ գնահատվել են ոչ ենթագործոնները։ Ունենալով այս գնահատականները մենք հաշվարկել ենք յուրաքանչյուր գործոնի մասը ընդհանուրի մեջ։ Հա, օրինակ, ոչ նյութականը իր 100 գնահատականով 5 գործոնների մեջ կազմում է 28.57%։ Նույն ինքնակառավարումը, քանի որ ունի 100 գնահատական։ Իսկ այն գործոնները, որոնք ունեն 50 գնահատական, դրանք 14 համապատասխանաբար 14.29%։ Սրանք հանդիսանում են տվյալ գործոնների ազդեցության կշիռները։ Իսկ ենթագործոնների համար արդեն տվյալ գործոնի ազդեցության կշիռը բաշխվել է իր ենթագործոնների վրա համաձայն վերջիններիս գնահատականների։ Սա էլ ընդհանուր հաշվարկների արդյունքները։ Սա մեր հայկական համակարգի ամբողջական պատկերն է, այն բոլոր գործոն ենթագործոններով եւ իրենց ազդեցության կշիռներով։ Եվ այս ամենը արվել է մեկ նպատակով, որպեսզի այն բիֆուրկացիոն կետերի ժամանակ մենք կարողանանք գնահատել հայկական համակարգը այս բոլոր գործոններով եւ ունենալով ազդեցության կշիռները հաշվարկենք եւ գտնենք տվյալ բիֆուրկացիոն կետի ցուցանիշը, այն թիվը, որոնք միացնելով մենք ստանում ենք հայոց պատմության կորը։ Հաջորդ սլայդում արդեն կկառուցվի փուլ առ փուլ կկառուցվի հայոց պատմության կորը եւ դուք կտեսնեք, թե ինչպես է այն ինչ որ տեղի ունեցել մեզ հետ անցյալում, այն իրադարձությունները եւ այն փաստերը, որոնք մեզ հետ են կապված, ինչպես է դա համակարգվել եւ ստացել կորի տեսք։ Եվ ավելացնեմ նաեւ, որ
հայոց պատմության կորը եւ այդ ամբողջ հետազոտական վերլուծական մասը հանդիսանում են հիմք պատմական օրինաչափությունների բացահայտման եւ վերջնական եզրահանգման համար։ Հարգելի ներկաներ, այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում հայոց պատմության կորի գրաֆիկական պատկերը։ Ինչպես տեսնում եք, հորիզոնական առանցքում գտնվում են պատմական փուլերը, կոնկրետ բիֆուրկացիոն կետերի ժամանակահատվածները, իսկ ուղղահայաց մասում դա 100-ից -100 ընկած այդ հատվածներ գնահատման սանդղակի իմաստով։ Հայոց պատմությունը վերլուծելիս մենք եկանք այն եզրակացության, որ ինչպես արդեն Տիգրանը նշեց, ժամանակահատված պետք է վերցնել մեր թվարկությունից առաջ 28-րդ դարից մինչև մեր օրերը ընկած հատվածը։ Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ պատմական գործընթացներ եղել են մինչև 28-րդ դարը եւ իդեպ այժմ ինտենսիվորեն գնում են տարբեր տեսակ պեղումներ, գիտական հետազոտություններ, ինչը եղել մինչև 28-րդ դար հայկական լեռնաշխարհի պատմության մեջ։ Սակայն այդ շրջանը աղբյուրների իսպառ բացակայության կամ սակավության պատճառով չեն կարող վերլուծության ենթարկել, սակայն հետագայում հնարավորություն կունենանք հարստացնելու կորը այդ տվյալների հայտնվելու դեպքում։ Միաժամանակ, ինչպես արդեն նշվեց, ընտրվել է աշխարհագրական հետևյալ միջավայրը՝ հայկական լեռնաշխարհը եւ առանձին հայոց Կիլիկիան։ Հայոց պատմության առաջին վերքի ժամանակաշրջանը դա Արատայի վերքի շրջանն է։ Այս շրջանի հետ կապված հիմնական աղբյուրները մեզ մոտ շումերական են եւ այդ շումերական աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ բավականին ուժեղ պետություն է ձևավորվել մեր թվարկությունից առաջ 28-րդ դարում։ 28-րդ դարը հանդիսանում է բիֆուրկացիոն կետը, վերքի գագաթնակետը։ Այսօ։ Այս վերքի պատճառները մի շարք են, սակայն ես երկուսի վրա ուշադրություն կհրավիրեի։ Մի կողմից այս շրջանում շատ հետաքրքիր կառավարող վերնախավ է ձևավորվել իր ազգային արժե համակարգով, ազգային գաղափարախոսությամբ եւ միաժամանակ հետաքրքիր կառավարման համակարգով, որ իհայությամբ թեոկրատական բնույթ է կրում։ Եվ օրինակ, եթե արքայական իշխանության հետ միասին կային այնպիսի հետաքրքիր օրինակ կառույցներ, ինչպիսիք են Քրմական դասը եւ Ավագների ժողովը։ Հետագայում Ավագների ժողովը աշխարհաժողովի նախատիպարը հանդիսացավ ավելի ուշ ժամանակաշրջանում։ Առաջին պետականությունների վերքից հետո սկսվում է աստիճանական անկում։ Այս շրջանում մի շարք պետությունների վերաբերյալ տվյալներ ունենք՝ Հայաստան, Նայիրի, Արմանի եւ այլն։ Ճիշտ է, որոշակի աղբյուրների սակավություն կա, բայց այնուամենայնիվ հիմնականում մենք գաղափար կարող ենք կազմել, թե ինչ է կատարվել այս ամբողջ պատմական ժամանակաշրջանում։ Հիմնական անկման պատճառը հանդիսանում է այն, որ վերնախավի մոտ կառավարող չկար լեռնաշխարհը միավորող գաղափարախոսություն։ Այսինքն, չկար այն ուժը, որ կարողանար այդ տարբեր աշխարհագրական հատվածներում գտնվող հայկական պետությունները միավորել մեկ համահայկական պետության մեջ։ Եվ միաժամանակ այդ ընթացքում ուժեղացավ նաև արտաքին վտանգը եւ բիֆուրկացիոն կետը, որ դուք տեսնում եք, դա մեր թվարկությունից առաջ 9-րդ դարում այն շրջանը, երբ Ասորեստանը սկսեց ինտենսիվ հարձակումներ գործել դեպի հայկական լեռնաշխարհ։ Եվ այս պայմաններում անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու կենտրոնացված մի հզոր պետություն, որ ունակ կլիներ ապահովելու հետագա վերելքը։ Եվ այդ վերելքը ապահովեց Վանի թագավորության ժամանակաշրջանում։ Վանի թագավորությունը հայոց պատմության ամենից բարձր վերելքի ժամանակաշրջանը, իսկ վերելքի բացակետը դա Արգիշտի արքայի շրջանն է։ Վանի թագավորության վերելքի մեջ շատ հետաքրքիր հանգամանք կա։ Փաստացի արտաքին վտանգի ուժգնացումը իր հերթին բերեց կառավարող վերնախավի շրջանում համախմբում եւ այդ վերնախավի համախմբման եւ արտաքին վտանգի այդ սինթեզի արդյունքում մենք ստանում ենք Վանի թագավորությունը, որ շատ հզոր էր եւ կառավարման համակարգով եւ ռազմական ուժով եւ իհարկե ուժեղ արքաներով, որոնք կառավարող վերնախավին ներկայացնում։ Այստեղ կարելի է նշել այն հանգամանքը, որ
միաժամանակ ամրագրվեց առաջին անգամ հայոց պատմության մեջ աշխարհակալական գաղափարախոսությունը։ Այսինքն Վանի թագավորությունը իրենից ներկայացում էր զուտ մեծ հայքի սահմաններում չգտնվող պետություն, այլ նաև այլ երկրներ են մտել Վանի թագավորության աշխարհակալության կազմի մեջ։ Սա կարելի ասել առաջին համահայկական թագավորությունն է հայոց պատմության մեջ։ Դրանից հետո սակայն աստիճանաբար սկսում են Վանի թագավորության անկման ժամանակահատվածը։ Այս անկումը, որ դուք տեսնում եք, ոչ միայն իր մեջ ներառում է Վանի թագավորության, այլև Երևանդունիների հատվածը, քանզի Երևանդունիները տրամաբանական շարունակությունն էին Վանի թագավորության անկման ժամանակ սկսված իրադարձությունների։ Եվ կարևոր այն հանգամանքը, որ փաստացի Վանի թագավորության անկման գործում իր դերը խաղաց այն, որ հենց նույն շրջանում զարմանալիորեն Ասորեստանը նույնպես անկում ապրեց եւ այստեղ իշխեց այսպիսի հետաքրքիր բանաձև. կա Ասորեստան, կա Վանի թագավորություն, չկա Ասորեստան, չկա Վանի թագավորություն բանաձևը։ Ինչպես գիտեք, 7-րդ դարի վերջում տարբեր ուժերի կողմից նույն Ասորեստանի կայսրությունը կործանվեց եւ ամբողջությամբ համընկնում է գրեթե ժամանակագրորեն Վանի թագավորության անկման ժամանակաշրջանի հետ։ Միաժամանակ Երևանդունիների անկումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Երևանդունիները բավականաչափ վերնախավի տեսանկյունից, կառավարման համակարգի տեսանկյունից այնքան էլ մեծ ուժ չէին ներկայացնում։ Միաժամանակ այս շրջանը խոշոր պատմական իրադարձությունների ժամանակաշրջան է։ Մի կողմից Աքեմենյան կայսրության ստեղծումը եւ Երևանդունիած թագավորությունը հայտնվեց Աքեմենյան կայսրության ուղեծրում, մյուս կողմից Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակահատվածը, երբ հելենիզմի մշակութային ալիքը իր հարվածներ հասցրեց նաեւ հայկական լեռնաշխարհում։ Եվ պատահական չէ, որ բացասական իմաստով կառավարող վերնախավի վրա այդ ազդեցությունը մեծ նշանակություն ունեցավ, քանզի հելենիստական մշակույթի կրողը հանդիսանալով այդ ժամանակա վերնախավը ամբողջությամբ կտրվեց իր ժողովրդից։ Իսկ հայ ժողովուրդը շարունակում էր պահպանել իր հնուց եկած ազգային ավանդույթները եւ ազգային արժեքները։ Սակայն այս անկումը իր պատմական փուլը հասնում է 201 թվականին, երբ վերջին Երևանդունիած արքան սպանվեց եւ սկսվում է հայոց պատմության եւս մեկ խոշոր վերքի ժամանակաշրջան, Արտաշեսյանների շրջանը, գրեթե մի փոքր բացառությամբ հավասար է իր վերքի ընթացքով Վանի թագավորությանը։ Արտաշեսյանների վերքի պատճառները մի քանիսն են, ես 2-3-ի վրա կանդրադառնայի։ Առաջինը դա պայմանավորված է Արտաշեսյան դինաստիայի հիմնադիր Արտաշես առաջինով։ Ինչ ենք տեսնում։ Արտաշես առաջինը փաստացի առաջին հայն էր, որ հիմնավորեց պետականակենտրոն քաղաքակրթության տեսլականը։ Այսինքն, պետականակենտրոն քաղաքակրթության էությունը նրա մեջ է, որ բոլոր գործոններ, ենթագործոններ, ոլորտներ զարգանում են ուժեղ պետության հիմքերի ներքո։ Միաժամանակ նա լուծեց նաև տարածքային խնդիրը, բոլոր այն հայկական հողերը, որոնք անջատվել էին Երևանդունիների ժամանակաշրջանում, միավորվեցին մեկ համահայկական պետության շրջանակում։ Եվ այդ հիմքերը, որ Արտաշես առաջինը նախապատրաստեց, հետագայում իր վերքի գագաթնակետին հասավ նրա նշանավոր թոռ Տիգրան Մեծի ժամանակ, որի վերքի գագաթնակետը համընկնում է հայկական կայսրության ստեղծման հետ։ Իսկ հայկական կայսրության ստեղծման գործում կարևոր նշանակություն ունեցավ ոչ միայն Արտաշեսի այդ գործունեությունը, այլև հենց Տիգրան Մեծի ժամանակ աշխարհակալական գաղափարախոսության վերստին ամրագրումը, ինչպես արդեն Վանի թագավորության ժամանակ է։ Եվ միաժամանակ շատ կարևոր է հասկանալ, որ Արտաշեսյանների ժամանակ կառավարող վերնախավի մեջ կար հստակ հավասարակշիռ իրավիճակ։ Բոլոր ուժերը՝ տոհմիկ ավականի, ծառայողական ավականին, քաղաքային եւ գյուղական համայնքները, աշխարհաժողովը, քրմական դասը բավականաչափ հավասարակշիռ հարաբերությունների մեջ էին։ Չկային հակասություններ, չկային տարաբնույթ կողմնորոշումներ։ Եվ դա շատ կարևոր նշանակություն ունեցավ Արտաշեսյանների վերքի համար։ Եվ ինչպես տեսնում եք, բիֆուրկացիոն կետը դա Տիգրան Մեծի կողմից հայկական կայսրության ստեղծումն է։ Սակայն Տիգրան Մեծից հետո աստիճանաբար Արտաշեսյանները նույնպես սկսում են անկում ապրել։ Եվ այս անկման պատճառները հիմնականում իմ նշած մինչ այդ, եթե դուք նկատեցիք, ներքին այդ հակասություններ գոյություն չունեին այդ համակարգի տարբեր մասերի մեջ։ Այս պայից սկսած արդեն սկսում են հակասությունները արքայի եւ ավականու տարբեր ներկայացուցիչների միջեւ, արքայի եւ
աշխարհաժողովի արքա եւ քրմական դասի միջև եւ դա ներսից սկսում է լրջագույն պարակտում առաջացնել հայոց պետականության մեջ, բայց միաժամանակ կարևոր ենք այն հանգամանքը, որ այստեղ արտաքին գործոնը նույնպես շատ մեծ նշանակություն ունեցավ, քանզի համընկնեց այդ շրջանը հռոմեական կայսրության հզորացման շրջանի հետ, երբ ինչպես հիշում եք Օկտավիանոս Օգոստոսի կողմից հռչակվեց հռոմեական հանրապետությունը փոխանցվեց հռոմեական կայսրության։ Եվ միաժամանակ ավելացնեմ, որ այդ պայից սկսած հայությունը հրաժարվեց աշխարհակալական գաղափարախոսությունից եւ դրանից հետո մյուս բոլոր շրջաններում մենք չենք տեսնում վերնախավի մեջ այդ գաղափարախոսության արմատավորումը։ Արտաշեսյանների անկման բիֆուրկացիոն կետը 1 թվականն է, վերջին տթա 4-րդ արքայի մահվան ժամանակահատվածը։ Դրանից հետո մենք տեսնում ենք հաջորդ վերելքի շրջանը, Արշակունյաց շրջանը։ Արշակունյաց վերելքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս եւ վերնախավի շրջանում եւ հայ ժողովրդի շրջանում պահպանվել էր ազգային ինքնագիտակցությունը եւ ինքնիշխանության բարձր մակարդակը։ Պատահական չէ, որ 1-ից 66 թվականին այսպես կոչված խառնակ ժամանակաշրջանում հայոց պատմության դրածո բոլոր արքաները բացի մեկից կամ դավադրության զոհ դարձան կամ ուղղակի վտարվեցին հայոց հայկական պետությունից։ Եվ դա ցույց է տալիս, որ վերնախավը եւ ժողովուրդը իսկապես ցանկանում էր պահպանել հզոր պետականությունը եւ միաժամանակ ձևավորել նոր վերնախավ, որ ունակ կլիներ կառավարել հայոց թագավորությունը։ Եվ այդ ուժը, որ կարողացավ իր ձեռքը վերցնել կառավարումը, դա արշակունիներն էին։ Արշակունիների պատմական ասպարեզ հայտնվելը նաեւ պայմանավորված էր այն հանգամանքով, որ նույն Հռոմից եկող վտանգը համախմբող դեր խաղաց։ Եվ հայերը Պարթև արշակունիներին բերելով Հայաստան փաստացի ընտրեցին չարյաց փոքրագույնի սկզբունքը, քանզի Պարթև արշակունիները այնպեսի սպառնալիք իրենից չէին ներկայացնում, ինչպես Հռոմը, որ ցանկանում էր ուղղակի ձուլել հայերին եւ վերացնել հայոց պետականությունը։ Արշակունյաց այս վերելքը, ինչպես գիտեք, 66 թվականին սկզբնավորվեց Տրթատ առաջինի կողմից Արշակունյաց արքայատոմի հաստատմամբ, արդեն վաղարշ երկրորդ արքայի ժամանակահատվածում ժառանգական իշխանություն հաստատվեց, այսինքն հորից որդու սկզբունքն էր արդեն իշխում Արշակունյաց արքայատոմի մեջ, եւ բիֆուրկացիոն կետը, վերելքը գագաթնակետը, դա Տրթատ 3-րդի շրջանն է։ Ինչպես գիտենք, Տրթատ 3-րդը հայոց պատմության մեջ ամենից շատ հայտնի է որպես այն արքա, որը կարողացավ քաղաքակրթական փոփոխություն իրականացնել Հայաստանում եւ քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն հռչակվելը համընկնում հենց իր շրջանի հետ։ Սակայն Տրթատը միայն քրիստոնեություն ընդունող արքա չէ։ Տրթատն այն արքան է, որ կարողացավ նորից վերականգնել տարածքային ամբողջականությունը հայկական լեռնաշխարհին եւ Մովսես Խորենացու խոսքերով մեծ հայքի վերջին հզոր թագավորներ հանդիսանում Տրթատ 3-րդը։ Եվ Տրթատ 3-րդի արդեն մահվանից հետո աստիճանաբար, եթե նայում ենք պատմությանը, սկսվում է հերթական անկման ժամանակաշրջանը։ Եվ այստեղ ես կանգ առնենք պատճառների մասին, ինչպես տեղի ունեցավ այս անկումը։ Ուրեմն լրջագույն փոփոխություններին տեղի ունենում մասնավորապես 4-րդ դարի ամբողջ ընթացքում, եւ հայ նախարարների շրջանում, հայ վերնախավի տարբեր ներկայացուցիչներ սկսեցին մի կործանարար կողմնորոշում, որը հետագայում անընդհատ մեզ վնաս էր հասնում հետագա ողջ հայոց պատմության ընթացքում։ Երբ մենք գտնվելով երկու հզոր կայսրությունների միջև, Հռոմի եւ Պարսկաստանի, այդ նախարարների թեթև ձեռքով սկսեցինք ուրիշի փեշի տակ մտնելու քաղաքականություն վարել։ Այսինքն այլևս սեփական ուժերի հանդեպ հավատը կորել էր եւ միայն մեզ կարող է օգնել կամ Հռոմը կամ Պարսկաստանը։ Եվ նախարարների մի մասը հռոմեական կողմնորոշումն էին, նախարարների մի մասը պարսկական։ Եվ այդ կործանարար կողմնորոշումների քաղաքականությունը մինչ օրս ցավոք սրտի բացասական նշանակություն ունի մեզ համար։ Եվ հետաքրիր հանգամանք, երկու խոշոր արքա այդ շրջանի, Արշակը եւ Պապը, զոհ դարձան, մեկը Հռոմի դավադրության Պապ թագավորը, մյուսը զոհ դարձավ Արշակը Լիզբոնում պարսիկների կողմից։ Եվ սա ցույց է տալիս, որ այդ երկու կայսրությունները մեր սիրուն աչքերի համար չեն ցանկանում մեզ ինչ-որ լավություն անել, այլ ուղղակի որոշել էին իրենց համակարգի մեջ նարել հայոց պետությունը։ Եվ այդ բոլոր ուժերը, որոնք դա չեն հասկանում, փաստացի 428 թվականին կանգ առան պետականության կորստի փաստի առաջ։ Սակայն մինչև 428 թվականը
արդեն 387 թվականին տեղի ունեցավ Հայաստանի առաջին բաժանումը Հռոմի եւ Պարսկաստանի միջև։ Ճիշտ է, ձևականորեն պարսկական մասում հայկական պետականությունը պահպանվեց, սակայն վերջնական տեսքով 428 թվականին մենք նաեւ այդ պետականությունը կորցրեցինք եւ Ղազար Փարպեցու հիշատակած խոսքերով նախարարները խնդրում են Պարսից արքային, որ մեզ այլևս պետք չի հայ թագավոր, մի պարսիկ վերակացու ուղարկի, թող մեզ կառավարի։ Դա Ղազար Փարպեցու հենց ուղիղ խոսքերն են։ Այս հատվածում նաև կարևոր այն հանգամանքը, որ եւ Արշակը եւ Պապը, որոնք ցանկանում են իսկապես ուժեղ պետականությունը վերականգնել, այդ անկման առաջ կանգ առնել, չկարողացան, քանզի հիմնականում չկարողացան այնպիսի հենարան ուժեղ ստեղծել, որ կարող էր հետագա վերելք ապահովել։ Արշակունիների անկման ժամանակահատվածում տեղի ունեցավ շատ կարևոր պատմական իրադարձություն՝ հայոց մշակույթի Մեսո Մաշտոցը պարզապես հայոց գրերի գյուտի հեղինակը չէ։ Մեսո Մաշտոցը պարզապես թարգմանչած գործ գրականություն տարածող չէ։ Մեսո Մաշտոցը պարզապես կրթություն տարածող չէ։ Մեսո Մաշտոցը դա հայկական նոր քաղաքակրթության ստեղծողն է։ Մեսո Մաշտոցից սկսած փոխվեց միջ այդ Արտաշես առաջինի կողմից պետականակենտրոն քաղաքակրթության տեսլականը։ Մաշտոցը հիմնավորեց մշակութակենտրոն քաղաքակրթությունը, քանզի ինքը շատ լավ տեսնում է, որ պետականությունը լուրջ կորուստ է ապրում, եւ պետք է մի այնպիսի հիմք, որ հայերը կարողանային կարճեն եւ հետագա վերելք ապահովեն, եւ այդ հիմքը հանդիսացավ հայոց գրերի գյուտից սկսված հայոց մշակույթի ոսկեդարը։ Ընդ որում շատ կարևոր է այն հանգամանքը, որ Մեսո Մաշտոցը միայնակ չէր այդ իր գործում եւ այստեղ շատ հազվադեպ իրադարձություն տեղի ունեցավ հայոց պատմության մեջ, բոլոր ուժերը եւ արքայական իշխանությունը իդեմս Վռամշապուհ արքայի եւ հոգեվոր իշխանությունը իդեմս Սահակ Պարթևի եւ ստեղծագործ հանճարը իդեմս Մեսո Մաշտոցի ընդհանուր նպատակների համապատասխանություն ունեցան եւ լծվեցին այդ մշակույթի ստեղծման գործում։ Եվ մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, որ ինչպեսի ազգապահպան նշանակություն ունեցավ Մաշտոցի կողմից նոր քաղաքակրթության ստեղծումը, քանզի ոչ նյութական գործոնը այս պայից սկսած ավելի մեծ նշանակություն է ունենում ողջ հայոց պատմության համար։ Միաժամանակ այս հատվածում կարևոր է մենք ներկայացնել ենք նաև Բագրատունիների վերելքի շրջանը, դուք տեսնում եք բիփոկացիոն կետը, եւ Բագրատունիները ինչ որ իմաստով նախնական հող ունեն նախապատրաստված, որպեսզի կարողանան այդ վերելքը ապահովել։ Բագրատունիների վերելքի հիմքում դրված է մի կողմից այն, որ դեռևս Վարդանանց եւ Ահանանց պատերազմներից հետո ստեղծված համակարգը, կիսանկախ համակարգը, բոլորս լավ գիտենք, նվարսակի հաշտությունից հետո մոտ կես դար Հայաստանը բավականաչափ նորմալ վիճակում էր, իսկ ավելի ուշ արդեն արտաքին գործոնը հաշվի առնելով, քանզի ինչպես գիտենք 7-րդ դարի սկիզբը դա իսլամի առաջացման եւ արաբական արշավանքների շրջանն են, որոնք ժամանորեն ինչ որ իմաստով դրական դեր խաղացին, քանզի ջախջախելով Սասանյան Պարսկաստանին եւ թուլացնելով բյուզանդական կայսրությանը, արաբները ակամայից նպաստեցին արևմտյան եւ արևելյան Հայաստանի միավորմանը։ Ինչպես գիտենք, այդ միավորումը 639 թվականին իրականացրեց նշանավոր հայ իշխան Թեոդորոս Ռշտունին։ Եվ չնայած Թեոդորոս Ռշտունուց մոտ կես դար անց մենք ամբողջությամբ հայտնվեցինք արաբական խալիֆայության տիրապետության ներքո, սակայն հենց արաբական խալիֆայության այդ տիրապետության ներքո այն սաղմերը դրվեցին հետագա Բագրատունիաց վերելքի եւ իշխանական նոր հզոր տոհմերի առաջացումը, ինչպես նաև արտաքին բարենպաստ հանգամանքները, ինչպես գիտենք, Բյուզանդիայում գահ էին բարձրացրել հայկական դինաստիայի ներկայացուցիչները Բարսեղ կամ Վասիլ առաջինի գլխավորությամբ, իսկ արաբական խալիֆայությունը թուլացել էր եւ հայ ավականին համախմբելով Աշոտ Բագրատունու շուրջ 885 թվականին վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Բագրատունիաց թագավորության վերելքի գագաթնակետը դա 10-րդ դարի երկրորդ կեսն է, Սմբատ երկրորդ եզերակալի եւ Գագիկ առաջինի ժամանակահատվածը։ Այդ հատվածում է, որ Բագրատունիաց թագավորությունը ասում է իր վերելքի գագաթնակետին։ Բագրատունիաց վերելքի գագաթնակետից հետո մենք արդեն տեսնում ենք աստիճանակման եւ ել ավելի կոշտ անկման փուլ։ Եթե դուք նայեք այժմ թվերին կտեսնեք, որ մենք հայտնվում ենք մինուսային գոտում։ Մինչ այդ բոլոր անկումները գտնվում էին առանցքի վերևի մասում, այսինքն դրական գոտում էին։ Սակայն մի շարք գործընթացների հետևանքով հայկական համակարգը հայտնվեց նշված մինուսային գոտում։ Եվ այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ
գլխավոր եւ հիմնական պատճառը կրկին եւ կրկին անգամ հանդիսացավ կառավարող վերնախավի այդ նեղ եսասիրական գաղափարների եւ արժեքների տարածումը եւ համապետական գաղափարախոսության բացակայությունը։ Այսինքն պետականությունը լուրջ ճգնաժամ էր ապրում եւ դրա փայլուն պատմական օրինակը այն է, որ սկզբից Սենեքերի մարզունին, ինչպես գիտեք, Վասպուրականի թագավորությունը ուղակի զիջեց բյուզանդացիներին եւ 70,000 հայերի հետ արտագաղթեց հայկական լեռնաշխարհից, իսկ ավելի ուշ Հովանես Սմբատ արքան անի Բագրատունյաց թագավորության ամոթալի մի կտակ ստորագրեց եւ կտակեց ամբողջ հայոց պետականությունը բյուզանդական կայսրությանը։ Եվ ինչն է հետաքրքիր, որ բյուզանդական կայսրության մեջ շարունակում են հայկական արքայատոհմը գործել եւ հայկական արքայատոհմի ներկայացուցիչը մի ժամանակ օգնեց Բագրատունիներին վեր կապրելու, իսկ նույն բյուզանդական հայկական արքայատոհմի մեկ այլ ներկայացուցիչ նպաստեց հայկական պետականության անկմանը։ Եվ այստեղ նաև բացասական դեր խաղաց ոչ միայն նշված արքաների գործունեությունը, այլև մի կողմից հոգևոր իշխանությունը իդեմս Պետրոս Գետադարձին նույնպես դավաճանական վարքագիծ դրսևորեց, իսկ արքունիքում Վես Սարգսի պես մի շարք անձնավորություններ ուղղակի ներսից պարակտեցին եւ քայքայեցին առանձնաներ վատ վիճակում գտնվող կառավարող վերնախավի վիճակին։ Եվ նույնիսկ Վահրամ Պահլավանու հաղթանակները անի մատույցներում, որովհետեւ դեռ չխաղացին, արդեն կանխորոշված էր անի անկումը։ Եվ սա ողբերգական նշանակություն ունեցավ հայոց պատմության համար, քանզի 1045 թվականից հետո այլևս մինչև 20-րդ դարը հայերը ունեցան անկախ պետականություն։ Եվ Բագրատունյանց թագավորության անկումը իսկապես պատմական դաս է, թե ինչ չի կարելի անել, որպեսզի մենք չհայտնվենք հերթական անկման մեջ։ Այժմ մի պահ հայկական լեռնաշխարհից հեռանանք եւ հայտնվենք Կիլիկիայի հայկական պետության տարածքում։ Կիլիկիայի հայկական պետությունը դա ընդհանրապես համաշխարհային պատմության ֆենոմեններից մեկն է։ Այն իմաստով, որ Կիլիկիան հաստատի գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, շրջապատած լինելով բազմաթիվ թշնամիներով, խաչակիներ, բյուզանդացիներ, իսլամական տարբեր իշխանություններ, արաբներ եւ այլն, կարողացավ մի այնպիսի հզոր պետություն ստեղծել, հզոր կառավարման համակարգով, ուժեղ տնտեսությամբ, բարձր մշակույթի արկայությամբ, որ մինչ օրս օրինակ է հանդիսանում ոչ միայն մեզ համար, այլև ամբողջ համաշխարհային պատմության համար։ Եվ այստեղ կարևոր այն հանգամանքը, որ այս վերքը պայմանավորված է երկու գլխավոր պատճառներով։ Առաջինը այն է, որ հայ էթնիկ տարը աստիճանաբար սկսեց գործոն հանդիսանալ Կիլիկիայի Հայաստանում, եւ այդ հայ էթնիկ տարը ոչ միայն զուտ քանակական տեսքով, այլև որակական իմաստով։ Այնտեղ հայտնվեցին անի Բագրատունյաց թագավորությունը լքած մի շարք ռազմական վերնախավի ներկայացուցիչներ, մի շարք իշխաններ, որոնք աստիճանաբար ձևակերպեցին ծրագիր եւ իրագործեցին այդ ծրագիրը վերականգնելու հայոց պետականությունը։ Եվ մինչև Լևոն II մեծագործի կողմից Կիլիկիայի հայկական թագավորության հռչակումը բոլոր իշխանները, Ռուբինյան դինաստիայի բոլոր իշխանները, Ռուբեն առաջինից սկսած, առանց գետ մեկ բացառության նպաստեցին հետևողական կերպով այդ թագավորության վերականգնմանը եւ 1198 թվականին Տարսոնում Լևոն II-ը օծվեց հայոց թագավոր եւ ճիշտ է արդեն հայկական լեռնաշխարհից դուրս, բայց նորից վերականգնվեց հայոց թագավորությունը։ Եվ այսօրվա լեզվով ասած Լևոն մեծագործը դա լեգիտիմ թագավոր էր, քանզի իր իշխանությունը ճանաչեցին եւ Հռոմի պապությունը, եւ հռոմեական սրբազան կայսրությունը, եւ բյուզանդական կայսրությունը, եւ արևելքի բոլոր այդ իսլամական պետությունները։ Եվ Լևոն II մեծագործի ժամանակահատվածը դա իսկապես վերքի բիֆուրկացիոն կետն է Կիլիկիայի հայկական պետությանը։ Սակայն Կիլիկիայի հայկական պետության վերքը երկար կյանք չունեցավ եւ աստիճանաբար մենք տեսնում ենք, որ Կիլիկիան նույնպես անկում ապրեց։ Որոնք են Կիլիկիայի անկման հիմնական պատճառները։ Այստեղ ես ոչ նյութական գործոնի իմաստով կարևորեի մի կարևոր ենթագործոն։ Դա ազգային արժեհամակարգի թուլացումն է եւ հայկական քաղաքակրթական ուղեծրի շեղումը։ Կառավարող վերնախավի շրջանում աստիճանաբար ուժեղացավ մասնավորապես արևմտամետ տրամադրված ուժը, որը եւ մշակութային իմաստով եւ քաղաքական իմաստով սկսեց կախում ունենալ
այդ Հռոմի պապից, ֆրանսիական պետությունից եւ մնացած արևմտյան ուժերից։ Եվ ինչ ենք տեսնում, որ այդ արժե համակարգային անկումը իր հետ բերեց նաեւ քաղաքական կողմնորոշումների փոփոխության եւ ամբողջովին բռնելով մեկ գիծ փոխլրացնող քաղաքականություն չիրականացնելով իր շրջապատի բոլոր մուսուլմանական իշխանություններին փաստացի կառավարող վերնախավը լարեց իր դեմ եւ արդեն Հեթումյանների դինաստիայից սկսած, երբ մոնղոլները նույնպես պատմական ասպարեզում են, սակայն չեն կարողանում իսլամական իշխանությունների դեմ որևէ կերպ դիմակայել, սկսում է Կիլիկիայի աստիճանական անկումը եւ այստեղ հետաքրքիր մի պատմական փաստ 14-րդ դարի սկզբին 1300-ականների սկզբին Փիլարհու խանի կողմից այդ մոնղոլների զորքի հրամանատար դավադրություն կազմակերպվեց եւ Լևոն երրորդը եւ 40 հայ իշխաններ այդ դավադրության զոհ դարձան։ Սակայն Կիլիկիայի կառավարման համակարգը նույնիսկ այդ պայմաններում այնպեսի ուժեր ներկայացնում, որ արագությամբ Օշինը վերականգնեց նորից հայկական պետականությունը եւ դեռևս մի քանի տասնամյակ Կիլիկիայի հայկական պետությունը գոյատևեց։ Եվ ինչպես գիտեք, Եգիպտոսի մամլուքյան սուլթանության եւ մնացած իշխանությունների հարվածների ներքո 1375 թվականին Սսի անկումով ավարտվում է Կիլիկիայի հայկական պետության ժամանակահատվածը։ Այո, հայերը շարունակեցին ապրել Կիլիկիայի դեռևս մինչև հայոց եղեմ ընկած հատվածը, սակայն բուն պետականությունը արդեն գոյություն չուներ։ Որոշ մանր իշխանություններ մինչև 20-րդ դարը պահպանվեցին, բոլորս լավ գիտենք, օրինակ Զեյթունի հայտնի իշխանությունը, որը մինչև վերջը գլխացավանք հանդիսացավ թուրքական տիրապետության համար։ Այժմ նորից վերադառնանք հայկական լեռնաշխարհ եւ խոսենք եւս մեկ հետաքրքիր վերքի ժամանակաշրջանի մասին։ Դա Զաքարյանների շրջանն է։ Զաքարյանների շրջանը ինչով է հետաքրքիր։ Ճիշտ է, Զաքարյանները, եթե դե յուրե տեսանկյունից նայենք, չվերականգնեցին հայոց պետականությունը։ Զաքարյանները իրենց գործունեությունը ծավալել էին վրացական պետության սահմաններում։ Սակայն բոլոր մնացած գործոններով Զաքարյանները իսկապես վերելք ապահովեցին հայկական համակարգի համար։ Եվ այդ վերելքը պայմանավորված էր մի կողմից Վրաստանի հզորացմամբ, մյուս կողմից հայ-վրացական զինակցային պայքարի ուժեղացմամբ, եւ չմոռանանք, որ նույն Զաքարե Զաքարյանը, Սարգիս Զաքարյանը նրա հայրը հանդիսանում էին վրացական զորքերի ամիսպասալար։ Եվ Զաքարյանների կողմից ստեղծված այդ պայմանական ասած իշխանապետությունը դե ֆակտո բավականին անկախ միավոր էր իրան ներկայացնում, չնայած կրկնում եմ գտնվում է վրացական պետության սահմաններում։ Եվ այս շրջանը համընկնում է հայոց մշակույթի արծաթե դարի հետ։ Ընդ որում այս շրջանը նույնպես համընկնում է արծաթե դարի դրսևորումները Կիլիկյան Հայաստանում։ Եվ կարելի ասել 13-րդ դարի սկիզբը, երբ վերք է ապահովում եւ Զաքարյանների մոտ եւ Կիլիկյան հայկական պետությունում եւ այդ մշակութային արծաթե դարը, այդ ամբողջ հատվածը շատ խոշոր ժամանակաշրջան է եւ կարելի է նույնիսկ ռոմանտիկ ցանկություն ունենալ, եթե հանկարծակի Լևոն երրորդը եւ Զաքարեն որոշեին միացնել, այսինքն այդ մուսուլմանական ծովը ճեղքել եւ Կիլիկյան հայկական պետությունն ու հայկական լեռնաշխարհում Զաքարյանների իշխանապետությունը միավորել, ինչպեսի հզոր ուժ դա իրենից կներկայացներ։ Սակայն ինչպես գիտենք, տեղ ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, եւ Զաքարյաններից հետո արդեն սկսվում է հայոց պետականության ամենից ողբերգական ժամանակահատվածը։ Սկսվում է պետականության կորստի շրջանը։ Պետականության կորստի շրջանը ժամանակային իմաստով շատ մեր ժամանակաշրջանը վերցված 13-րդ դարից մինչև 20-րդ դար արևմտյան Հայաստանի համար, իսկ 19-րդ դարից սկսած նաև արևելյան մինչև 19-րդ դար նաև արևելյան Հայաստանի համար, ես դա կբացատրեմ հետագայում, ինչ տեղի ունեցավ պետականության կորստի այս հատվածում։ Ամենից կարևոր իրադարձությունը դա հայ ազնվական եւ ռազմական վերնախավի աստիճանական վերացումն էր պատմության ասպարեզից։ Այլևս չկար այն ուժը, որ կարող էր կազմակերպել հայերին արտաքին բոլոր տեսակ մարտահրավերներին եւ արշավանքներին եւ պատերազմներին, որոնք իրար հետևից սկսեցին գալ դեպի հայկական լեռնաշխարհ։ Սկզբից մոնղոլները իրենց դաժան քաղաքականությամբ, հետո Լենգ Թեմուրի սարսափելի ավերիչ արշավանքները, ավելի ուշ Ակկոյունլու, Կարակոյունլու այսպես կոչված թուրքմենական ցեղերի տիրապետությունը եւ վերջնական տեսք ստացավ այդ իրավիճակը Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանումով 16-րդ եւ 17-րդ դարերում։ Եվ զամանալիորեն շատ
օտարերկրյա պատման բաններ եւ ոչ միայն օտարերկրյա, փաստում են, որ Հայաստանը բոլոր իմաստներով տրամաբանական, վերլուծական պետք է այլևս գոյություն չունենար։ Հայերը պետք է չլինեին որպես ազգ, իսկ Հայաստանը լիներ ուղղակի ինչ որ աշխարհագրական հասկացողություն, ինչպես օրինակ ժամանակին, չգիտեմ, Կապադովկիան էր օրինակ, կամ Բաբելոնը։ Բայց ինչ դեր խաղաց պահեց մեզ, ո՞րն էր գլխավոր այդ պահող հանգամանքը։ Մեր գլխավոր պահող հանգամանքը այս անկման ընթացքում դա ոչ նյութական գործոնն էր։ Արժե համակարգը, հայ ընտանիքի, հայ ազգային ավանդույթների հզոր արկայությամբ, ինչպես նաև դավանանքի եւ լեզվի կարևոր նշանակությամբ, քանզի մնացած բոլոր գործոններով Հայաստանը անկում էր ապրում։ Սակայն ավելացնեմ նաև, որ այս շրջանում միած շատ վատ հատկություն հայերի մեջ մտա, որ մինչև հիմա մեզնից դուրս չի գալիս։ Դա վերջնականապես սեփական ուժերի հանդեպ հավատը մենք կորցրեցինք եւ այսպես կոչված դրսից կգա փրկությունը, մտայնությունը արմատավորված հայերի մեջ։ Իսկին կգա ինչ որ արևմտյան կամ հյուսիսային հարևան եւ մեզ կփրկի այս օտարերկրյա թուրքական եւ պարսկական լծից։ Եվ մինչ օրս մենք օտար փեշի տակ մտնելու եւ ուրիշի օգնությամբ փրկվելու այդ գաղափարից չենք կարողանում ազատագրվել։ Այս հատվածում, հենց այս պետականության կորստի հատվածում վերջնականապես արմատավորվեց մեր մեջ։ Եվ դուք տեսնում եք, մենք հասանք շատ կարևոր բիֆուրկացիոն կետի։ Այս բիֆուրկացիոն կետից սկսած հայոց պատմությունը երկու մասի է բաժանում, այն իմաստով, որ արևմտյան Հայաստանը շարունակում է անկում ապրել։ Եվ հիմա տեսեք, արևմտյան Հայաստանի անկման հատվածը դա վերջնական ցածրակետը հայոց մեծ եղերնի ժամանակահատվածն է։ Եթե ուշադրություն դարձնենք Զաքարյաններից սկսված անկումից մինչև այս հատված ընկած մաս, տեսնում եք, թե ինչ խորը անկման մեջ է հայտնվել հայությունը։ Եվ այդ արհավիքի պատճառները շատ են, բազմաթիվ գրքեր են գրվում, բազմաթիվ հոդվածներ կան, թե ինչու տեղի ունեցավ հայոց մեծ եղերնը։ Բոլորս արտաքին պատճառները գիտենք, որ Թուրքիայում հայտնվել է նեոօսմանիզմի գաղափարախոսությունը, պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, կար Աբդուլ Համիդը, կան երեք թուրքերը, որոնք հետևողականորեն իրագործում էին այդ հայաջինջ քաղաքականությունը։ Առաջին աշխարհամարտը լավ քող հանդիսացավ հայոց մեծ եղերնի համար, սակայն ես ներքին պատճառների մասին կուզեի խոսել, ինչու տեղի ունեցավ հայոց մեծ եղերնը գոնե մեր մեղքի բաժնով։ Նախ սկսենք նրանից, որ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի այն վերնախավի նախնական այդ սաղմերի մեջ մենք չենք տեսնում ներքի եւ արտաքին գործընթացների իսկապես հասկացում, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ փոփոխություններ են տեղի ունենում, գերտերությունների ինչպիսի բախումների մեջ են մտնում։ Չկար մեկ ուժ, որ հասկանար, որ պետք է պատրաստ լինել մոտեցող արհավիրքին։ Եվ դրան գումարվեց նաեւ այն հանգամանքը, որ առևտրաարդյունաբերական էր խավը, բուրժուազիան, որը պետք է գոնե ֆինանսական իմաստով ապահովել հայ ազատագրության գործը, նույնպես пассив դեր խաղաց, եւ մենք հակառակ օրինակը ունենք նույն Հունաստանում 1830 թվականի այդ հունական անկախության շրջանում նույն մեծարուսները բավականաչափ ֆինանսավորում իրականացրին իրենց ազատագրական գործում, ի տարբերություն մեր մեծահարուստների, ընդ որում մեր մեծահարուստները հույների համար շատ ավելի վիճակում են նյութական իմաստով, քանզի եւ Օսմանյան կայսրության մեջ, եւ Իրանում, եւ ռուսական կայսրության մեջ նրանք շատ մեծ դեր են խաղում նյութական իմաստով։ Եվ պատահական չէ, որ այս շրջանում դա նախորդող շրջանում ավելի ճիշտ հայ առևտրական կապիտալը ուղղակի վճռորոշ նշանակություն ուներ։ Իսլանդիայից մինչև Սինգապուր եւ Ճավա կղզի հայ առևտրականները կարողանում էին ազդեցություն ունենալ ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Սակայն տեսնում ենք, որ չիրականացվեց այդ ֆինանսավորումը եւ հետագայում այդ ամբողջ ունեցվածքը, ինչպես գիտեք, դարձավ թուրքական իշխանությունների հայ, այսպես այդ բառը օգտագործենք, ավելին շատերը դուք գիտեք նաև որոշակի ոսկու տեսքով հայտնվեցին գերմանական բանկերում։ Միաժամանակ շատ բացասական դեր խաղաց հայոց մեծ եղերնի նախորդող այս հատվածում նաև ընդհանուր հայ ազատագրական ծրագրի բացակայությունը։ Ինչ ենք տեսնում։ Մի կողմից արդեն ձևավորված ֆիդայական շարժումը, իսկ ավելի ուշ հայ քաղաքական կուսակցությունները, որոնք փորձում են կազմակերպել այդ ֆիդայական շարժման գործունեությունը, ընդհանուր հայտարարի չեն գալիս, թե ինչպես պետք է մենք ազատագրվենք թուրքական լծից։ Մի կողմից կար
պայմանական ասած Գևորգ Չաուշյան ուղղությունը։ Գևորգ Չաուշյան ուղղությունը դա այսպես կոչված մանր կռիվների միջոցով աստիճանաբար հյուծել թուրքերին, թուրքական Օսմանյան կայսրությանը եւ հետագայում օտար պետությունների օգնությամբ դուրս գալ թուրքական լծից։ Եվ կար դժոխք հրայրի ուղղությունը, որ գտնում է, որ մենք այս պահին դեռ պատրաստ չենք ազատագրվել թուրքական լծից, պետք է համբերատար զինել ժողովրդին, ազգային դաստիարակություն սերմանել, քարոզություն իրականացնել, գտնել դաշնակիցներ իդեմս քրդերի եւ միայն դրանից հետո օգտագործելով հարմար արտաքին պահը ընդհանուր ապստամբություն բարձրացնել եւ ազատվել թուրքական լծից։ Արդյունքում հաղթեց Գևորգ Չաուշյան ուղղությունը եւ նույն դժոխք հրայրը ինքը 1904 թվականի Սասունի ապստամբության ժամանակ զոհ գնաց այդ մանր կռիվների ռազմավարությանը։ Եվ առաջին աշխարհամարտի ընթացքում, ինչպես արդեն գիտենք, 1914-18 թվականների ընթացքում տեղի ունեցավ հայոց պատմության ամենասարսափելի իրադարձությունը, հայոց մեծ եղերնը, եւ դուք տեսնում եք, թե ինչ ցածրակետը, ինչ գնահատականի արժանացել, այստեղ զուտ մենք մինչև -100 առանց չեն գնացել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս որոշակի իմաստով հայեր պահպանվել են Արևելյան Հայաստանում այդ ժամանակահատվածում մանավանդ, ինչպես նաև որոշ այլ գործոններով փոքրիկ դերևս դրվագներ ունենք։ Իսկ ահա, երբ որ վերադառնում ենք մինչ այդ տեղի ունեցող բիֆուրկացիոն կետին, այս 1828 թվականն է դա, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Այդ պահից սկսած աստիճանաբար հայությունը սկսեց վեր կապրել։ Եվ այստեղ ինչն է պայմանավորված այդ վերքի, որ մի կողմից դուք արդեն համոզվեցիք, որ ոչ նյութական գործոնը շատ մեծ դեր խաղաց, այդ ինքնապահպան դեր խաղաց, եւ կարելի ասել այդ ոչ նյութական գործոնը պոտենցիալ էներգիայի կուտակիչ է հետագա վերքների ապահովման համար։ Միաժամանակ ժողովրդագրական գործոնի վրա ուշադրություն կհրավիրեին։ 1828-29 թվականներին, ինչպես գիտենք, Պարսկաստանից եւ Թուրքիայից մոտ 140,000 հայեր ներգաղթեցին Արևելյան Հայաստան, որը վճռական նշանակություն ունեցավ հայերի տեսակարար կշռի բարձրացման գործում։ Իսկ միաժամանակ ավելի ուշ շրջանում այս ամենը ապահովեցին նախ առաջին հանրապետության ստեղծումը, իսկ հետագայում նաև երկրորդ հանրապետության։ Առաջին հանրապետության ստեղծումը, ինչպես գիտենք, պայմանավորված էր գլխավորապես Մայիսյան հերոսամարտերում տարված հաղթանակի։ Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակը ուղղակի գերագնահատել հնարավոր չէ, որովհետև դուք հասկանում եք, եթե Սադրապատում, Բաշաբարանում, Ղարաքիլիսայում հայերը պարտություն կրեին, հայերը ուղղակի այլևս չէին լինի եւ նույնիսկ մեր այսօրվա հանդիպումը տեղի չէր ունենա, քանզի դա հայերի հայրենական պատերազմն էր։ Դա կարելի ասել հայոց պատմության ամենավճռորոշ իրավիճակներից մեկն էր։ Եվ այդ հայկական հողերի գոնե մի մասի պահպանումը այդ հետագա վերելքի համար շատ կարևոր նշանակություն ունեցավ։ Դրան գումարենք իհարկե նաև Զանգեզուրյան գոյամարտը եւ Գարեգին Նժդեի կողմից այդ Սյունիքի պահպանումը նույնպես կարևոր նշանակություն ունեցավ հետագա Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման այս սահմանների մեջ։ Երկրորդ հանրապետության հետ կապված ես կանդրադառնեմ մի շատ կարևոր հանգամանքի վրա։ 1921 թվականին ընդամենը 1 տարի Հայաստանում կառավարելով հայտնի ժողկոմխոր Ալեքսանդր Միասնիկյանը մի կարևոր գործ արեց։ Նա Հայաստան բերեց ամբողջ աշխարհից մեծ թվով հայերի եւ մտավոր հոգեվոր ընտրանին հայտնվեց Հայաստանում, որոնք ապահովեցին խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում մշակութային եւ տնտեսական անվերելքը, որի գագաթնակետը մենք ստանում ենք արդեն մինչ ԽՍՀՄ ճգնաժամը ընկած հատվածը։ Եվ սա շատ կարևոր նշանակություն ունի։ Նորից ցույց տվեց, որ ճիշտ է, կառավարման իմաստով մենք կառավարման օբյեկտ էինք, գտնվում ենք այլ համակարգի մեջ, սակայն մի շարք այլ գործոններով մենք կարողացանք վերելք ապահովել եւ դրա գագաթնակետը 1991-94 թվականները ընկած հատվածն է, երրորդ հանրապետության ստեղծումը եւ Արցախի ազատագրումը։ Այս հատվածից հետո մենք արդեն սկսում ենք հայոց պատմության մեր ժամանակների ընթացքը։ Ինչպես տեսնում եք, մենք անկում ենք ապրում, ընդ որում շատ լուրջ անկում ենք ապրում։ Եթե ուշադրություն եք, ընդ որում այստեղ գնահատականներ տրված չեն, մի պարզ պատճառով մենք ապրում ենք այդ ժամանակներում, պատմական իմաստով դեռևս ավարտուն պես չի ստացել մեր ժամանակաշրջանը, սակայն միտումը անկման շատ լավ երևում է։ Եվ ես այժմ կխնդրեի, որ դուք ամբողջությամբ ուշադրություն դարձնեիք կորի վրա, սկզբից մինչև վերջ, եւ նկատեք, որ
գրեթե յուրաքանչյուր վերելք ավելի հաջորդ վերելք ավելի ցածր է նախորդից եւ գրեթե յուրաքանչյուր անկում ավելի ցածր է նախորդից։ Եվ այդ միտումը, տրենդի այդ միտումը, որ դուք տեսնում եք, իսկապես շատ մեզ բերում է հասել է գերվտանգավոր գոտի։ Եթե այս տեմպերով շարունակենք, կարող է շատ ավելի լուրջ արհավիքի առաջ կանգնենք, քան հայոց մեծ եղերնի ժամանակահատվածում էր։ Եվ վերջում կուզեի ավելացնել, որ այս պատմական կորի կառուցումը եւ այս ամբողջ վերլուծությունը իր հետ բացահայտել է մի շարք օրինաչափություններ, որի մասին խոսենք այժմ։ Բոլոր օրինաչափությունները ընտրված են գործոնների իմաստով։ Ոչ նյութական գործոն։ Անկումների ժամանակ հայությունը պահպանվել է ոչ նյութական գործոնի շնորհիվ, հանդիսանալով հաջորդ վերելքի նախադրյալ։ Նյութական գործոն։ Հայերը կարողանում են ստեղծել նյութական արժեքներ նույնիսկ ինքնակառավարման անկման պայմաններում։ Տարածք բնակչության գործոն։ Չնայած պարբերաբար տեղի ունեցող ժողովրդագրական բնույթի արհավիկներին, հայությունը կարողանում է վերականգնվել քանակապես եւ որակապես, ցուցաբերելով հազվագյուտ կենսունակություն։ Արտաքին գործոն։ Արտաքին թշնամու ակտիվացումը ինքնակառավարման ունակության դեպքում հանդիսանում է հայությանը համախմբող գործոն, իսկ վերջինիս բացակայության պայմաններում մահացու վտանգ։ Եվ վերջապես ինքնակառավարման գործոն։ Ինքնակառավարման առաջին հերթին կառավարող վերնախավի որակը հանդիսանում է բոլոր վերելքների և անկումների որոշիչ գործոն։ Յուրաքանչյուր հաջորդ անկման և վերելքի մակարդակ, որպես կանոն, ցածր է նախորդից, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է գերվտանգավոր գոտում։ Հայոց պատմության կորի բացասական միտումը ուղիղ համեմատական է ինքնակառավարման առաջին հերթին կառավարող վերնախավի որակի գահավիժմանը։ Եզրակացություն։
ազգի եւ պետության հզորացման, ինչպես նաեւ հայոց պատմության կորի բացասական միտումը դրականի փոխարկելու համար անհրաժեշտ է հիմնադրել որակյալ կառավարող վերնախավի ձևավորման եւ նրա շարունակականության ապահովման կառավարման հայկական դպրոց մշակել հայության պատմականորեն ձևավորված առանձնահատկությունների օնտոլոգիայի վրա հիմնված ազգային հզորացման ծրագիր ձևավորել հայկական մրցունակ պետության հիբրիդային կառավարման համակարգ Ես հավատում եմ հայ հոգու մեծության եւ վիպական չէ իմ հավատը։ Դա արդյունք է հարուստ կենսափորձի։ Հայ մարդուն տեսել ու ճանաչել եմ մարտերում, տեսել ու վայելել գեղեցկությունը նրա արիական խոյանքների։ Հայը միշտ էլ հերոսագործում է, երբ նրա առաջնորդներին հաջողվում է հավաքական սիրտ ստեղծել։ Գարեգին Նժդե
Ակցիոն Բեկանյան, ես բանի ուսումն եք հիշում ուսումնասիրել եմ, Տիգրանի քննության կարողացել որ մեծ մասնագետ եմ, բայց առաջին պատմությունը այն է, որ պիտի որ Տիգրանի շրջանը ցածր չլիներ, էլի հատկապես որ որտոնների պատճառով որ Տիգրանի շրջանը ցածր է գնալ։ Ուրեմն պատասխանեմ այդ հարցին։ Տիգրան Մեծի շրջանը այդ աննշան փոքր ավելի թույլ լինելը պայմանավորված է նրանով, որ Վանի թագավորությունում այդ ազգային արժեհամակարգը եւ գաղափարախոսությունը շատ ավելի լավ մակարդակում են գտնվում։ Տիգրան Մեծի շրջանում արդեն հելենիզմը բացասական նշանակություն է ունեցել մասնավորապես արժեհամակարգային եւ գաղափարախոսական տեսանկյունից։ Հիմնականում այդ ոչ նյութական գործոնի այդ որոշ հատվածներով է, որ բարձրացել է Վանի թագավորությունը Արտաշեսյաններից։ Չնայած մնացած բոլոր գործոններով տնտեսական, ժողովրդագրական, վերնախավի, ռազմական ուժի գրեթե նույնն է։ Ուղղակի այդ արժեհամակարգային գաղափարախոսական տարբերությունները հաշվի առնելով մի փոքր ավելի բարձր է, քան Տիգրան Մեծի շրջանը։ Եթե արդյունքն ենք նայում, Տիգրան Մեծի շրջանը շատ ավելի է, նշանակում է ինչ-որ Չէ, արդյունքը նայում եք տարածքային իմաստով, այդ տարածքային իմաստով ավելի մեծ տարածք է կազմում։ Սակայն հենց աշխատանքի իմաստն էր, որ մենք գնահատում ենք ոչ միայն տարածքը, տնտեսությունը, բանակը եւ համակարգը, այլև հենց ոչ նյութական գործոնը, որի մեջ մտնում է արժեհամակարգ, դավանանք, լեզու, այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով մի փոքր ավելի գնահատականների արդյունքում ստացվել է Վանի թագավորությունը բարձր Արտաշեսյաններից։ Ընդ որում բավականաչափ աննշան է տարբերությունը։ Canım hibridayın daravarın havalı. Aşurvanları hep bir hibridanın. Estodi gagoneri yevalınları. Հիբրիդային նշանակում է կառավարման տարբեր տեխնոլոգիաների ակցիոն։ Ինչի համար տարբեր, որովհետև մենք հիմա անկայունության շրջանում ենք եւ ամբողջ աշխարհը թափ է տալիս։ Քո կառավարման համակարգը պետք է adekvat լինի այս թափտվեցին, ինքը արագ պետք է ինքնա փոխվի, որպեսզի համապատասխանի տվյալ պահի մարտահրավերներին։ Այդ իմաստով հիբրիդան, ոչ թե կուռ ամփոփող, այլ միշտ փոփոխող արձագանք։ Ուղղակի տների շատ են փոխում եւ տպավորված են դրանից, է շատ հետաքրքիր էսպես համեմատություն առաջացավ, երևի իհարկե գործը շատ կբարձրանա, կանոն աշխարհը, ընդհանուր քաղաքակրթական զարգացումների համատեքստում, ահա մեր պատմության կորը, այդ համադրումը, որտեղ այսօր շատ հետաքրքիր հետազոտություններ կան, ես նույնիսկ կարող եմ անուններ տալ, որում մեր Մոսկվա բնակայիններից մեկը Նազարեթյան Պողոսովիչ շատ հետաքրքիր զբաղվում է, ուրեմն քաղաքակրթական զարգացումները պարզվում է ոչ գծային ճանապարհով են զարգանում այդտեղ։ Ահա եկել է ինչ-որ մի պահ, որը մաթեմատիկական հաշվարկներով կասեք թե քաղաքակրթության ավարտի պահն է եկել։ Այս շատ հետաքրքիր կլիներ մենք եւ քաղաքակրթության զարգացում այ համադրել, այնտեղ է շատ հետաքրքիր կորեր կան, հետաքրքիր սխեմաներ կան, որ այդ համադրության մեջ, որտեղ մենք աշխարհից փոխվել չենք կարող բնականաբար, այդ տրամաբանության մեջ ենք, այն ինչպիսին կլինի մեր կորը, վիճակը, եթե մենք համադրենք քաղաքակրթական զարգացումների այդ ուրեմն արագացող Ուրեմն ասեմ, այս մեթոդաբանությունը նորից եմ կրկնում, դա աշխարհում առաջի անգամ գերարվող մեթոդաբանությունն է, երբ պատմագիտությունը եւ կառավարման տեսությունը համատեղ է։ Այո։ Դա նաև հետաքրքիր կրդի մեր տարածաշրջանում այլ պետությունների ազգերի կորը նկարագրել։ Ինչու՞ չէ ամբողջ քաղաքակրթության իմաստով այդ նույն մեթոդաբանությունը աշխատում է, ինքը ունիվերսալ նույն չափանիշներով կարելի է վերցնել ջնջել Հայաստան գրել Վրաստան, ջնջել Վրաստան գրել աշխարհ եւ ամբողջը լինի պատմական պատկերը թե քաղաքակրթական իմաստով, թե անկման վերելների իմաստով։ Եվ այդ ամեն ինչը պետք է համադրվի։ Քանի որ խումբը միակն է այս գործով զբաղվում, հայությունն էլ միակ է, մենք սկսեցինք այդ միակությունից հետո փորձենք տարածել։ Մենք նարկային է, ուղղակի պրոտեստների մեջ են գտնվում։ Ցանցային պատկերը։ Դիտեմ հիմա ավելացնեմ ովքին աճուժը։ Ինչ է հետաքրքիր, վերքներ անկունի դրամաբանությունը ցույց է տալիս, որ այդ քրծային պատմության գաղափարը սխալ է, այսինքն ցիկլիկ բնույթ, ինչպես բնության մեջ է ցիկլիկ, չէ, գարուն, ամառ, աշուն, ձմեռ, նորից գարուն։ Նույն պատմությունը անդադար ցիկլիկ կրկնվում է։ Բովանդակային իմաստով կրկնվում է ամեն ինչ,
ձևերն ուղղակի փոխվում։ Այսինքն հռոմեական, եթե իմանանք հռոմեական կայսրության անկման շրջանը այսօրվա Եվրոմիության անկման վիճակը, գրեթե նույնիսկ կետարկետ նմանություն է կարող գտնել, ուղղակի դեռևս process-ի մեջ է։ Սկսած այդ բարբարոսներին երկուժումից, արժանապատվային կորստից, այդ ապել բարքերի անկումից, վերջացած ֆինանսատնտեսական խնդիրները։ Պարզապես ես դիտարկումներ ունեմ վերջում հարցեր կզևակերպեմ։ Անկախ այն բանից, թե ինչ մեթոդաբանություն է տրվել, հիմնական խնդիրը այստեղ պատմության հասկացումն է։ Այսինքն մնացած մեթոդաբանությունը կարող է օժանդակ դիրքում լինել եւ պատմության հասկացման հիմնական խնդիրը, այսինքն պետք է նայել մարդկային ինքնության կարիքի հետ փոխառճվածության տեսանկյունից։ Այսինքն պատմության հասկացումը մենք պետք է նայենք մարդկային ինքնության կարիքին առողջվածության։ Եվ այդ պարագայում, որը կարող է ունենալ բոլորովին այլ տեսք, որովհետև օրինակ մարդկային ինքնության կարիքի համար շատ էական նշանակություն ունի մատյան ոսպերտության ստեղծումը եւ համամարտկային նշանակություն։ Հիմա եթե դա չի տարածվում Արևմտյան Հայաստանի կամ Կիլիկիայի կամ հայկական լեռնաշխարհի համար տարածքային առումով, բայց մարդկային ինքնության համար դա շատ նշանակալիություն ունի։ Եվ դա պետք է արտահայտված լինի։ Այսինքն ես սա օրինակ եմ բերում։ Նույն կերպ բազմաթիվ վերելքային իրավիճակներ, երբ որ վերելքի համար հիմնական պայման արդեն համարվում է, որ կառավարողները ունեն հայկական լեռնաշխարհը միավորելու գաղափար, դա կարծում եմ հիմք չի վերելքի համար, ինչ որովհետև երբ որ մենք ասում ենք միավորվել, շատ կարևոր է հասկանալ, թե ինչի շուրջ ենք միավորվում։ Ձեր նշած օտար պետությունների եւ պատմության մեջ շատ են օրինակներ, երբ որ այդ միավորումները եղել են բավականին կասկածելի գաղափարների շուրջ եւ եղել են բավականին մեծ վերելքներ։ Բայց դրանք նորից եթե վերադառնում ենք պատմության adekvat հասկացման հիմքին, հա մարդկային ինքնության կարիք, դրանք ոչնչարար նշանակություն են ունեցել մարդու համար հոգևոր եւ նաեւ մարմնական առումով։ Սա ես ճիշտն ասած թերի գտա կատարած աշխատանքում, որպես դիտարկում եմ ուզում ասել, բայց միևնույն ժամանակ Լևոն դու իմ ընկերն ես, քեզ ծանոթ է պարոն Քոչյանի գիրքը, եւ ես մեկ տարի դաստորեն անցել է արդեն առաջին ներկայացումից, այս ամեն ինչը այնտեղ ներկայացված է խորությամբ 600 էջի սահմաններում պատմության adekvat հասկացման խնդիրները, ինչու այդ ամեն ինչը ներառված չէ եւ այդ պարագայում գուցե լավ ուրիշ աշխատանք ստացվել, շնորհակալություն։ Կոնկրետ ինչի շուրջ են համախմբում, դա ես նույնիսկ իմ խոսքի մեջ ասացի։ Օրինակ Արտաշես առաջինը հիմք դրեց ուժեղ պետության գաղափարը, այսինքն քաղաքակրթությունը հայկական ուժեղ պետության գաղափարի շուրջ է։ Ավելի ուշ Մեսրոպ Մաշտոցի ժամանակ հիմքում դրեց մշակույթը, այսինքն մշակույթի գաղափարը կենտրոնական դեր է ստանձնում, այսինքն իրենք համախմբվում են այդ գաղափարի ներքո։ Միաժամանակ ես մի քանի անգամ շեշտեցի, որ Բերնախավի այս կամ այն հատվածում կային կոնկրետ արժե համակարգային ինչ-որ չափորոշիչներ, որոնք նաև համախմբող նշանակություն ունեցան, ուղղակի շատ չխորանալու մանրամասների մեջ շեշտ դրեցի հենց Արտաշես առաջինի եւ մասնավորապես Մեսրոպ Մաշտոցի գործունեության վրա։ Մյուս կողմից, որ այդ ինքնության կրող լինելը մատյան ողբերգությունը եւ այլն, դա նույնպես շատ կարեւոր է այն իմաստով, որ հայերը միշտ եղել են նաև քաղաքակրթական արժեքներ արտահանող տնտեսական իմաստով։ Սկսած Արատայի ժամանակներից եւ շումերական արտիները գրում էին Արատայից են եկել արհեստները եւ արվեստները։ Մենք միշտ այդ քաղաքակրթական ակունքի դերը ստանձնել ենք, այսինքն դա նորմալ է, մենք աշխարհին տվել ենք եւ մատյան ողբերգություն եւ հայկական ճարտարապետություն եւ այլ արժեքներ, չթվարկի ներքով։ Եվ ճիշտ է, մենք նշանակություն դա ունի աշխարհի համար մեր գործունեությունը։ Սակայն այստեղ վերլուծել է թե մենք ինչ վիճակում ենք եւ ինչու ենք այս վիճակում։ Այս իմաստով է ամբողջությամբ մեթոդաբանություն ընտրված։ Ընդ որում քո ասած եւ Մովսես Խորենացու գործունեություն ամբողջությամբ վերլուծված է։ Աշխի առնված հենց մշակույթի ոսկեդարի շրջանակում։ Եթե ես առանձին մենակ մշակութային ոսկեդարի վրա կանգ առնեի, 2 ժամ երեքի տեղ էր խոսակցություն։ Էլ չեմ խոսում մնացած այդ հենց քո նշած ինքնության եւ ոչ նյութական հարցերի շուրջ։ Ուրեմն ես 27 տարի ապրում եմ Արևելյան Հայաստանում, Սովետական Հայաստան եւ Հայաստանի Հանրապետության ժամանակահատվածում։ Ուրեմն միշտ մտածում էի, որ ինչու սա հիմա ինչպես որ ներկայացրեցիք դուք չի արվում։ Որովհետև իրոք, եթե դու չգիտես անցյալը, չես կարող աբակայի մասին խոսել, եթե չես իմանում ինչ սխալներ ես արել անցյալում,
ինչը չանել հավաքային։ Ես բախտ եմ ունենալ մի հրամանատար Լեոնիդ Ազգալդյան, որը այսօր ասած ամբողջ կորը իմ աչքիս առաջ 2 տարի իրագործել է։ Ինքնագարավարում ես սովորել եմ իրանից։ Ֆրանսիայից հայտնվելով այստեղ սովետի աշխարհ դեսել եմ այս մարդը ինչպես կարողանում է ինքնագարավարման համակարգով գործել։ Ու շատ փոքրաթիվ մարդկանց խմբով շատ մեծ գործեր իրագործել։ Խոսքը վերաբերում է անշուշտ Հայաստանի սահմանների պաշտպանությանը եւ Արցախյան ազատամարտին։ Մոտ օրերս 21 հունիսին հենց այստեղ Վերևի դահլիճում լինելու է Լեոնիդ Ազգալդյանի ուրեմն անմահության 25 ծննդյան 75-ամյակը եւ մեր 3 բանախոս հենց այս առաջ աշխատանքով Լեոնիդ Ազգալդյան Գետրոնով պիտի ներկայացնի ինչպես կարելի է չթողնել այս Հայաստանը փճացնեն այս մարդիկ։ Ուստի ես 2 տարիներ առաջ Հարություն Մեսրոպյանի այսպես գլխավորությամբ իրականացող այս ծրագրին երբ որ դերյակ եղա եւ նաեւ փոքր մասնակցություն ունեցա Կանաբեջի մեջ պատան հենց այս երդասարտների հետ կարող եմ ինքս իմ անունից հայտարարել որ առաջին անգամ ես Հայաստանի Հանրապետությունում գոհացած եմ մի աշխատանքից, որը սկանչելի է։ Ուրեմն այդ ամբողջ բաները եւ այլններ են գողքից, գորի, այս տեսքը եւ այլն եւ այլն։ Սա բարձ իրականությունն է, չոր դեսկով ներկայացված մեր լավագույն սերունդ անցկացնող երիտասարդների կողմից, որ իրենք այս երկրի աբակայով մտահոգված ցույց են տալիս մենք ինչ ունենք, ինչ չունենք, հա, եւ ինչ կարելի է անել։ 2018 ինձ թվում է ավելի շատ պետք էր գաբել Սաուդարաբադյան 100-ամյակի հետ, հա, որովհետև մենք մեր ամենավատ ժամանակաշրջանում, հա, ցեղասպանությունից մազաբուրց մի բուր մարդիկ թուրքական կանոնավոր բանակի ծնգեն բերել։ Չի գա աշխարհում նման օրինակ, ոչ մի պետություն չի կարող այսպես օրինակ բերել։ Հա, որ դու ընդամենը ժողովրդական ինքնագարավարման, հա, ինքնապաշտպանության ուժով կարողանում ես այդ ցեղասպան մի Օսմանյան գայսրության, հա, բանակին զնգել եւ ունենալ այս ինչ մենք հիմա ինչի վրա գանգնած ենք։ Ես շատ շնորհակալ եմ երիտասարդներ ձեզ։ Իրոք ձեր առած գործը չափազանց մեծ է։ Այդ անունները հայտնի կամ անհայտ գազագերբություններից ավելին է, հա, ճանաչել անել եւ ես մի առաջարկ ունեմ անցյալ տարի ծեր այդ շնորհանդեսին ցավոք էս Գերմանիայի գտնվում չեմ կարողացել մասնակցել, սա պետք է դարաձել։ Ինչքան կարելի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում հանդիպումներ, բայց ոչ թե sense փոքրաթիվ մարդկանց ներկայացում, այլ հենց ժողովրդիններ, հա, եւ որովհետեւ սա առարգայական դառնա, սա օգտակար գործողության խորզագիծը դեղաշարժ ունենա, համացանցում հարցազրույցների դեսքով այդ բոլոր չափորոշիչները, որ դուք մեթոդաբանությամբ աշխատել եք վրան, փացել փակագիծերը, շատ հստակ, բարձ ժողովրդական լեզվով ասել թիմացիներին։ Միայն դա է բերելու այս երկրի փրկությունը։ Ես հավատացած եմ, որ սա իրոք երևի թե առաջին աշխատանքն է այս համագարկում, այս համատեքստում, բայց սա զարգանալու այդքան դեղ ունի։ Եվ այս մեկ տարին օգտագործենք բոլորով, որպեսզի սա դարձնենք ժողովրդական։ Հավատացեք, այս քարն է, որ մեր այս անգումը կգանգնեցնի։ Այդ ասչանի ես հավատում եմ ձեր աշխատանքին, ապրեք, բոլոր նրանք, ովքեր ամագ ունեն, քրդին են տապել, ապրեն բոլորը, այսքան։